Եկեք պատրաստենք շատ համեղ վիտամիններով հարուստ կաղամբով աղցան։ Հավի կրծքամիսը մանր կտրատում ենք, համեմում աղով, կարմիր քաղցր և կծու պղպեղով մի փոքր սև աղացած պղպեղ ենք ավելացնում։ Խառնում ու բուսայուղի մեջ տապակում մոտ 15-ից 20 րոպե, մինչ պատրաստ լինելը։ Ես այրոգրիլի մեջ եմ պատրաստելու 200 աստիճանի տակ 20 րոպե։ Իսկ այդ ընթացքում հարկավոր է կտրատել բանջարեղենը։ Ես վերցրել եմ փոքր չափի կաղամբի կեսը ու խորանարդաձև կտրատում եմ։ Իհարկե դուք կարող եք կտրատել այնպես, ինչպես որ ձեզ հարմար է։ Կաղամբի վրա աղ ենք շաղ տալիս, կարմիր քաղցր պղպեղ, մի փոքր կծու պղպեղ, եթե տանը ունեք, մի փոքր չորացրած ցիտրոն ավելացրեք։ Այդ ընթացքում հավի միսը արդեն եփվել է, դնում ենք մի կողմ, պետք է սառի։ Կաղամբի վրա նաև կես կիտրոնի հյութ ենք ճզմում, եթե չունեք, կարող եք կիտրոնի աղ շաղ տալ։ Ու մոտ 50 մլ արևածաղկի կամ ձիթապտղի ձեթ ենք լցնում։ Ձեռքով այսպես ճզմելով լավ խառնում ենք ու վրան մանր կտրատած սոխ ենք ավելացնում, 1 հատ քերիչով անցկացրած գազար, 2 հատ բարակ շերտով կտրատած վարունգ, 1 կամ 2 հատ մանր կտրատած լոլիկ, լավ խառնում ենք, այնուհետև հավի կրծքամիսն ենք ավելացնում, որից հետո մի փոքր էլ մանր կտրատած թարմ կանաչի ու ըստ ճաշակի աղ խառնում ենք եւ վերջ։ Մեր շատ համեղ, յութեղ, վիտամիններով հարուստ գարնանային աղցանը պատրաստ է։ Սիրելիներս, պահպանեք ու սրտիկեք այս հոլովակը, որպեսզի դուք էլ պատրաստեք։ Հեշտ, արագ պատրաստվող, բայց միևնույն ժամանակ շատ համեղ աղցան։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել իմ տնական բաղադրատոմսեր ալիքին, որպեսզի հետագայում բաց չթողնեք իմ նոր բաղադրատոմսերը։ Իմ էջում շատ հեշտ ու համեղ բաղադրատոմսեր կան։